इसके हिसाब से दे दो। Արեգն ուշադիր նայում է, թե ինչպես են կոկոսը կոտրում։ Բանան ես ուզում։ पी 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 Ինչ անում տատիկը։ Կոկոս է խմում։ Տես կոկոս է խմում։ Այս տատիկի համար մի կոկոս գնեցինք։ Գումար խնդրեց, գումար տվեցինք, նաև կոկոսի համար վճարեցինք։ Ժպտում է։ Կոկոսավաճառը ժպտում է, Արեգն էլ փոխադարձում է ժպտում։ कर दिया बोला क्या 190 कर दिया। Բայբայ արա տատիկին, Արեգ։ Բայ բայ, բայ բայ։ टाटा कर Բայ բայ։ Հաջո։ टाटा कर। Սիրելիներս, ամուսինս Մալազիա էր գնացել ու իր հետ նվերներ է բերել երեխաների համար։ Տեսեք, այս տիկնիկն Արեգի համար է բերել, խոսող տիկնիկ է, ասես իրական լինի, երբ սկսում է շարժվել։ Տանեմ տամ Արեգին, տեսնենք ինչպես է արձագանքելու։ Բավականին ծանր է։ Սա էլ է տիկնիկի հետ գնել։ Եվ Ռոնիի համար իր սիրելի մեքենաներն է բերել։ Բնականաբար այստեղ էլ է հասանելի ու կարող ենք նույն բաները գնել, չգիտեմ։ Այս խոսող իրականի նման տիկնիկներից կա այստեղ ու արդյոք ինչ արժե, բայց մեքենաները բնականաբար կգտնվի, ուղղակի Ռոնին շատ էր սպասում, ով պապան գնացել է ուրիշ երկիր, ուրեմն մի լավ նվեր կբերի իր համար ու սրանք իր սիրելի մեքենաներն են, Մակնիշի մեքենաներն են։ Մի խոսքով տիկնիկը տանենք ու տեսնենք Արեգի արձագանքը։ Արեգ बेबी कौन है? बेबी है? Քիչ վախենում է ոնց որ։ क्या कर रहा है बेबी? हगी दे बेबी Հագի արա բան։ Ვა։ क्या कर रहा है बेबी? हाँ बेटा, बेबी क्या कर रहा है? Ինչ է ասում, ասում է մամի։ Իմ նվերներից էլ միայն այս պայուսակը ձեզ ցույց տամ Մալազիայի հայտնի երկնաքերերի պատկերով։ Շատ գեղեցիկ է ստիս, որակապես էլ շատ լավն է։ Երեխաների համար նաև Մալազիան խորհրդանշող այս հագուստն է բերել։ Սիրուն է։ Թայլանդից էլ ունենք նման խորհրդանշական հագուստ։ Սիրելիներս, մենք առևտրի կենտրոն ենք եկել, այստեղ մի քանի անգամ եմ եղել, շատ հանգիստ խաղաղ մոլ է, համեմատած մնացած մոլերի Մումբայում, չնայած այսօր աշխատանքային օր է, դրա համար քիչ մարդ կա, իսկ շաբաթ-կիրակի օրերին, ուրբաթ երեկոյան, նույնպես ավելի շատ մարդ է լինում, ես նախընտրում եմ շաբաթվա ընթացքում գալ,
Քան թողնա շաբաթ կիրակի օրերին, որովհետև շատ մարդաշատ վայրերում չեմ սիրում լինել, չեմ ցանկանում, որովհետև հիմնականում մարդաշատ վայրերում ավելի շատ հերթ պիտի կանգնենք ինչ-որ բան գնելու համար կամ թեկուզ երեխաները եթե ուզում են այս կարուսելներից օգտվել, դրա համար ավելի լավ է շաբաթվա ընթացքում գալ հանգիստ ինչ պետք է անել, եւ գնումներ, եւ ինչ-որ հետաքրքիր ժամանակ անցկացնել, տեղ իրենց գովազներն են ցույց տալիս։ Սիրուն է ընդհանուր ինտերիերը, դրսից էլ, ներսից չեմ հիշում, ճիշտն ասած, հիմա գնանք տեսնենք։ Այստեղ Starbucks ունեն։ Հնդկական ոճի հագուստի խանութ, կողքը Levi's-ն է։ Այսպես։ Այստեղ աքսեսուարների խանութ է։ Հնդկական ոճի։ Ռոն, ինչ ես նայում, բալ։ Հագի արա։ Այնքան լավն են այստեղ խաղալիքները։ अरे ग्रोनी तन्ना किधर है? ऊपर है ऊपर। अरे उधर है उधर। अरे उधर। Oh, Ronnie. Lavabal. Սիրելիներ, ինչպես տեսնում եք, խաղահրապարակում ենք, որ հենց գտնվում է առևտրի կենտրոնում, 40 րոպե ժամանակով է, հետո եթե ցանկանում ես ավելի երկար խաղալ, իհարկե վճարում ես նորից 40 րոպե մնում ես ներսում։ Այ շաբաթվա օրերին գնալու առավելությունն է սա է, երբ դատարկ է խաղահրապարակը, երեխաները հանգիստ կարողանում են օգտվել բոլոր խաղերից։ Իսկ շաբաթ կիրակի օրերին վստահ եմ, որ շատ մարդ է լինում։ Այս կադրերին զուգահեռ ուզում եմ անդրադառնալ ձեր արձագանքին նախորդ վլոգի կոմենտներում։ Շատ սիրուն մեկնաբանություններ եք գրել, ջերմ խոսքեր, ինչպես միշտ։ Տարիքով շատ մարդիկ են ինձ դիտում, գրում են, որ տատիկ են, պապիկ են, հիմնականում տատիկներ։ Իհարկե կանայք են գերակշռում իմ ալիքում։ Ջերմ խոսքեր եք գրում, ասում եք, որ Ռոնին նմանեցնում եք ձեր թոռանը, որ շատ ուրախ եք, որ երեխաները հայերեն են սովորում այդքան հեռու գտնվելով ու ընդհանրապես հայեր ունենալով շրջապատում, ու որ Ռուսաստանում հատկապես շեշտում եք, չգիտեմ, եթե շատերը ասում են, ուրեմն դա իրականությանը համապատասխանում է, գուցե դա էլ իր պատճառներն ունի, ես չգիտեմ, ես երբևէ չեմ եղել, չեմ շփվել Ռուսաստանի հայ համայնքի հետ եւ այլն, որպեսզի իմանամ պատճառների մասին, թե ինչու հայերենը չի գործածում գոնե ներսում ընտանիքի, երբ ընտանիքում բոլորը հայ են, տանը երևի թե պետք է հայերեն խոսել, գուցե ռուսերեն են խոսում, որպեսզի
դրսում երեխաները ավելի ինքնավստահ լինեն ռուսերեն խոսելիս, ավելի ամրապնդվի, որովհետև շատ ավելի կարևոր է այնտեղ լավ ռուսերեն խոսելը, չգիտեմ, դուք գրեք իմանամ ռուսաստանաբնակներդ, թե ինչն է պատճառը, որ ընտանիքի ներսում էլ հայերեն չի խոսվում երեխաների հետ ու հետևաբար երեխաները հայերեն խոսքից հեռանում են, այսպես ասած, եթե Ռոնին համար չլիներ, գուցե ավելի լավ արդյունքի հասած լինենք, հիմա իր խոսքն ավելի զարգացած լիներ։ Կան երեխաներ, որոնք չեն կարողանում միևնույն ժամանակ մի քանի լեզու ըմբռնել, սովորել, ընկալել։ Երեխաներ կան, որ ունեն խոսքի զարգացման խնդիր եւ այլն, իհարկե այդ դեպքում պետք է կենտրոնանալ միայն մեկ լեզվի վրա, պետք չէ երեխային ճնշում գործադրել, որ երեխան անպայման պիտի տիրապետի երկու լեզվի եւ թեկուզ դա մայրենի լեզուն է, արդեն ավելի կարեւոր է, որ խոսի, տիրապետի ավելի լավ այն լեզվին, որը որ հնչում է իր շրջապատում։ Օրինակ, եթե Ֆրանսիայում է ապրում, ֆրանսիական դպրոց է գնում, շրջապատում բոլորը ֆրանսիացիներ են, երեխան էլ ինչ որ խնդիր ունի, խոսքի հապաղում ունի եւ այլն կամ այդքան հեշտ չի տրվում իրեն մեկից ավել լեզուներ սովորել է, այդ դեպքում իհարկե պետք է կենտրոնանալ առաջնային լեզվի վրա, որպեսզի երեխան իր շրջապատում մարդկանց հետ շփվելիս իրեն ինքնավստահ զգա։ Իսկ եթե նման խնդիրներ չկան ու երեխան էլ համառ չէ, սիրում է սովորել, լսում է մայրիկին, կատարում է հրահանգները, իհարկե ցանկալի է տիրապետել նաև հայերենին։ Շատ լավ է, ինչ խոսք, եւ մեր լեզուն է, պետք է իմանանք, այսպես ասած, պարտավորենք մեր երեխաներին սովորեցնել մեր լեզուն, ինչպես նաև մեկ լեզու ավել իմանալը շատ լավ է ու իրենց օգտի համար է, իրենց շատ պետք կգա։ Կոմենտներում նաև այսպիսի հարց էր հնչել, թե ինչպես է Ռոնին շփվել ծնողներիս հետ Ֆրանսիայում, ասեմ, որ Ռոնին ընդհանրապես խնդիր չի ունեցել շփման հետ կապված, հայերեն է խոսել, ամենձև կարողացել է հասկացնել ինչ որ ցանկացել է։ Մենք 4-5 օր բացակայել ենք Ֆրանսիայից, Իսպանիա ենք գնացել, Ռոնին թողել ենք ծնողներիս մոտ ու այդ օրերի ընթացքում էլ ընդհանրապես խնդիր չի առաջացել։ Առանձինց կարողացել են շփվել, խոսել, իրար հասկանալ, ասեմ ավելին, Ռոնին շատ ժամանակ նաև թարգմանչի դեր էր տանում, թարգմանում էր ամուսնուս համար, հետո ամուսնուս խոսքը թարգմանում էր հայերեն ծնողներիս կամ եղբորս համար։ Պատահել է նաև, որ առանց հարցնելու էլ թարգմանել է, օրինակ, երբ եղբայրս ինչ-որ բան է ասել ամուսնուս, միանգամից Ռոնին թարգմանել է ամուսնուս համար, էլ չի սպասել, որ պապան իրեն հարցնի, Ռոն, օգնության կգաս, օրինակ, թարգմանես, ինքը միանգամից, քանի որ հասկացել է ու գիտի, որ պապան չի հասկանում հայերեն կարգին, միանգամից թարգմանել է եւ հակառակը, ամուսնուս ասածը եղբորս է թարգմանել, ծնողներիս է թարգմանել։ Ես ու Ռոնին որոշել ենք մի օր միասին կարդալ ձեր բոլոր կոմենտներն իրեն ուղված, որպեսզի տեսնեք իր արձագանքը, ես մի օր մեկ առ մեկ կարդացի, շատ էր ուրախացել ու հարցնում էր զարմացած, այս մարդիկ ովքեր են մամ, ես իրենց ճանաչում եմ, թե չէ, լիքը հարցեր էր տալիս, առաջարկեցի միասին վիդեո նկարել, ձեզ դիմել, ձեր կոմենտները կարդալ, միանգամից համաձայնվեց։